ասեք, ինչ պահանջով եք։ Պահանջս մեկն է, ոնց որ բոլոր անհետ կորածի ծնողները մենք մի ցավն ունենք մեր երեխեքի անհայտությունը ոչ այդքան անհայտ է, ոնց որ ներկայացնում են մեզ, մեր տղաների մեծ մասը բռնի անհետ կորածներ են, մենք ունենք ապացույցներ, ունենք տեսահոլովակներ, որ մեր տղաները բռնի անհետ կորած են։ Ուստի խնդրում եմ բոլոր այս եվրոպական կառույցների ներկայացուցիչներին մի քիչ սրտացավորեն վերաբերվեն մեր այս հայկական հայերի հարցին, այսքան չի կարա էլի հայ անընդհատ տանջվելով, տառապելով, կորցնելով ու աչք փակի ամբողջ աշխարհը այս ամեն ինչի վրա։ Ասեմ ավելին, որ մեր բոլոր գործերը եվրոպական դատարաններում, Հագայի դատարաններում անցած գործեր են եւ ապացույցված են, որ մեր տղաները դեռ ողջ են, դեռ պահվում են Ադրբեջանի բանտերում, բայց չգիտեմ ինչ թե չեմ կարող ասեմ քաղաքականա, թե իրանց այդ ադրբեջանական ծրագրերն է, մեր տղաներին չեն ուզում ազատ արձակեն, բայց շատ ցավոտ է, թող ցանկացած մարդ իր վրա վերցնի իր որդու չտեսնելը, տարիներով որդու բացակայությունը, մեր տղաները հանցանք չեն գործել, չէ որ իրանց երկիրն են գնացել պաշտպանելու, իրանց հողը չեն հարձակվել Ադրբեջանի վրա։ Հիմա ինչ միտումնավոր մտքեր ունեն, որ չեն թողում մեր տղաների վերադարձը կատարվի, ուղարկեն իր ամենքը մի տան լույս են, մի տան ճրակ են, հայր են, ամուսին են, տղա են։ Մենք սպասում ենք մեծ հույսերով, հավատքով եւ մեծ ակնկալիքով, որ ինչ-որ մի հարց կլուծվի այս հավաքվելու, այս ժողովի վերջանալուց հետո, գոնե բոլորի աչքը կբացվի, կտեսնեն էլի հայի տառապանքը, հայի ցավը, հայի պայքարը իր հողի, իր մի կտոր հողի համար։ Շեցիք նաև ինչ-որ տեսահոլովակի մասին։ Այո, մենք տեսանյութեր ունենք, այդ տեսանյութերը օդից չեն եկել մեր ձեռքը, այդ տեսանյութերն եղել են ադրբեջանական առաջի ալիքի ցուցադրումով, Ռուսաստանի առաջի ալիքն այդ կադրերը ցուցադրել, որ ոնց են տղաներին գերեվարում ու տանում, անգամ գիտեն գերեվարողների անունները, այդ ամեն ինչը վերծանելու, այդ քննություններ տանելու արդյունքում ա եղել, ու մենք համոզված ենք ու հաստատ գիտենք, որ մեր տղաները Ադրբեջանում են եւ պահանջում ենք, որպիսի լուրջ մոտենան այս գործին, սա հենց այնպես չի, թող ամեն մարդ պատկերացնի մի հատ իր վրա, իր որդուն չտեսնի մի օր, երկու օր, մենք արդեն 6 տարի համբերատար սպասում ենք չվնասելով մեր քաղաքական այս հարցերին, քաղաքական դրությունը, մենք ամեն անգամ այնց ենք արել, որպիսի չտուժի մեր հայ ազգը կրկին։ Հիմա խնդրում ենք, մեր ակնկալիքները շատ մեծ է, որպիսի մեր տղաների վերադարձը կազմակերպեն, բոլորը վերադառնան իրանց ընտանիքները։